Ապրիլի 1-ից կենսաթոշակային համակարգում ուժի մեջ կմտնեն երկու կարևոր փոփոխությունները, կբարձրանան կենսաթոշակները եւ դրանց հետ փոխկապակցված նպաստները, նաեւ ամբողջությամբ անցում կկատարվի վճարումների անկանխիկ եղանակի։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշել է, որ աշխատանքային կենսաթոշակ ստացող բոլոր քաղաքացիների ամսական վճարները կավելանան առնվազն 10,000 դրամով։ Պաշտոնյայի խոսքով փոփոխությունը վերաբերում է բոլոր շահառուներին, անկախային հանգամանքից։ Քաղաքացին ունի 10 տարվա թե 50 տարվա ստաժ։ Բարձրացման հիմքում հիմնական եւ նվազագույն կենսաթոշակների չափերի վերանայումն է, ինչի արդյունքում գումարի աճը դառնում է համընդհանուր։ Աշխատանքային կենսաթոշակները բոլորը բարձրանալու են առնվազն 10,000 դրամով, անկախ ստաժից։ Սովորաբար կենսաթոշակի չափը ձևավորվում է նաև ստաժի հաշվառմամբ, բայց քանի որ ավելացել է հիմնական կենսաթոշակը եւ նվազագույն կենսաթոշակը, սա նշանակում է, որ անկախ ստաժից կենսաթոշակի չափերը ավելանալու են։ Միևնույն ժամանակ առանձին խմբերի համար նախատեսվել են ավելի բարձր չափերի ավելացումներ, մասնավորապես խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց աշխատանքային կենսաթոշակը կբարձրանա 14,000 դրամով, ծանր աստիճանի սահմանափակումներ ունեցողներինը 12,000 դրամով, երկկողմանի ծնողազուրկ երեխաների կերակրողին կորցնելու դեպքում նշանակված աշխատանքային կենսաթոշակները կավելանան 50,000 դրամով։ Փոփոխությունները վերաբերում են նաև զինվորական կենսաթոշակներին, սակայն այստեղ բարձրացման չափը բոլորի համար նույնը չի լինելու։ Ըստ Գալստյանի, այդ դեպքում հաշվարկը կախված է լինելու զինծառայողի պաշտոնից եւ ծառայության ստաժից։ Միջին հաշվարկով զինվորական կենսաթոշակների աճը կկազմի շուրջ 8500 դրամ, սակայն պարտադիր ժամկետային զինծառայողների համար նույնպես սահմանվել է նվազագույն 10,000 դրամի աճ, իսկ հաշմանդամության որոշ խմբերի դեպքում 12,000 եւ 14,000 դրամի բարձրացում։ Մենք ունենք շուրջ 502,000 կենսաթոշակառուներ, 502,000-ից շուրջ 5-ից 6,000-ը խորը աստիճանի սահմանափակում ունի, այսինքն կավելանա 14,000 դրամով, շուրջ 37,000-ը ծանր աստիճանի սահմանափակումով է կավելանա 12,000 դրամով։ Իսկ առանձին կարգավիճակ ունեցող երեխաների փոքրաթիվ խմբերի դեպքում մոտ 62-63 շահառուի վճարումը կավելանա 50,000 դրամով։ Կենսաթոշակների հետ մեկտեղ կբարձրանան նաև սոցիալական այլ նպաստները, որոնք բովանդակային առումով կապված են նույն համակարգի հետ։ Խոսքը ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող նպաստների մասին է։ Մարտ ամսվա վճարային ցուցակներով այդ խմբերում ընդգրկված է շուրջ 124,000 մարդ եւ նրանց նպաստները եւս կավելանան 10,000 դրամ։ Նախարարության ներկայացուցիչը նշել է նաև, որ սահմանված չափերը հետագայում չեն կարող նվազել։ Նրա խոսքով գործող օրենսդրությամբ հնարավոր են միայն վերանայումներ դեպի բարձրացում, իսկ արդեն սահմանված չափը հետագայում նվազեցնել օրենքը թույլ չի տալիս։ Քանի որ կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ից, դա նշանակում է, որ չափերի ավելացումը տեղի կունենա ապրիլի 1-ից։ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Աննա Բեգլարյանն էլ վստահեցրել է, որ անհրաժեշտ ծրագրային փոփոխություններն արդեն իրականացվել են եւ գտնվում են թեստավորման փուլում։ Նա նաեւ նշել է, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները վճարվելու են բացառապես անկանխիկ տարբերակով։ Այդ անցումն ապահովելու համար հունվարից մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ, ներգրավելով առևտրային բանկեր, կենտրոնական բանկը եւ բանկերի միությունը։ Համագործակցող բանկերի հետ կնքվել են համաձայնագրեր, որոնց շրջանակներում արդեն կիրականացվեն բանկային հաշվի պայմանագրերի կնքումը եւ անհրաժեշտության դեպքում նաեւ քարտերի առաքման աշխատանքները շահառուների համար տանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ եթե քաղաքացին նախկինում ինքնուրույն էր ընտրել այլ բանկ, այդ ընտրությունը եւս պահպանվում է։ Ավելին, եթե շահառուն մինչեւ մարտի 5-ը չէր կատարել բանկի ընտրություն, այդ գործընթացը ծրագրային եղանակով իրականացվել է միասնական սոցիալական ծառայության կողմից։ Առանձին ուշադրություն է դարձվել տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացիներին։ Պաշտոնյայի հավաստմամբ, այն շահառուների համար, որոնք չեն կարող ինքնուրույն այցելել բանկ, կկազմակերպվի քարտերի առաքում տուն, անհրաժեշտության դեպքում նաև միասնական սոցիալական ծառայության մասնակցությամբ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։